Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Քոչյան, գալով զեկույցին, դուք արդյոք ձեր բոլոր հուզող հարցերի պատասխանները 44-օրյա պատերազմի հետ կապված ստացել եք եւ ասում եմ, որ Հայաստանը կարող էր հոկտեմբերի 19-ին այսպես Հայաստանը կանգնեցնել պատերազմը, Ռուսաստանի առաջարկը մերժվել է։ Այսինքն մենք չենք Դուք ամենացավոտ հատվածներին եք մոտենում, որի պատասխանը ես կամերաների առաջ իհարկե չեմ կարող տալ։ Այսինքն հնարավոր է կանգնեցնել հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի առաջարկը եղել է եւ Հայաստանի իշխանությունը Ոչ, այնտեղ գին կա։ Ինչ գին 5+1 կներեք, չէ, այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որոնց մասին հիմա խոսել, դասեր քաղել երբ որ ասում ենք, պարզապես պետքա զեկույցի մեջ պետական բոլոր կառույցները ամեն մեկը իր մասով ուսումնասիրի, որտեղ այնտեղ հսկայական ցավալի տեղեկատվություն է տակը դրված։ Հիմա թե ինչ էր տեղի ունենում պատերազմի ընթացքում եւ այդ բանից դուրս եւ ներս, դա մի քիչ այլ խնդիր է, որտեղ դուք գիտեք, որ պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է եղել եւ հաջողություն չենք ունեցել։ Ո՞վ է նավազոր։ Ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, ասում եք գին կա։ Աշխարհակաղակական նաեւ իրողություններ կային, խաղացողներ կային մեր տարածաշրջանում, բայց Հայաստանը նույնիսկ այդ պայմաններում 44 օր պատերազմի մեջ են եղել հայորդիները եւ իրենք նաեւ իրենց հերոսության շնորհիվ շատ մեծ աղետից են կանխել, որովհետեւ հակառակորդը ոչ թե կճեղքեր հարավային հատվածը, այլ կունենար հնարավորություն այդ ժամանակ ճեղքելու կենտրոնական հատվածը, հյուսային հատվածը, այդ ժամանակ թե ինչ կլիներ, ոչ ոք չգիտեր, բայց չեն կարած այդ ճեղքին։ Թույլ կետեր ունեցանք նաեւ մեր պատճառով եւ այդ թույլ հատվածը հարավային, որը նաեւ քարորիայի ժամանակ տեսանելի էր Ջեբրայելի ուղղությամբ, որտեղ այդ ուղղությունը ուղիղ, այսպես նշանառու էր դեպի Մեղրի եւ այդ ուղղության վրա մենք իրենք հաջողություն ունեցան եւ մենք ունեինք գուցե ունեցել ենք հնարավորություն ինչ որ միջոցառում ռազմական իրականացնելու, որպեսզի կանխենք հետագա զարգացումը, թե ինչ կլինի, բազմաթիվ քրեական գործեր կան, նաեւ այդ դրվագի հետ կապված, նաեւ քննիչ հանձնաժողով մենք լսել ենք զինվորականների եւ պաշտոնյաների, որովհետեւ այդ հարցերի պատասխանը ստանանք։ Ինչ հաջողվել է, հիմա դուք ասում եք, արդյոք ամեն ինչ հաջողվել է, իհարկե ոչ։ Այսօր ժամանակը կհերիք էր։ Ինչքան աշխատենք, այնքան փաստեր կհավաքենք, որովհետեւ նաեւ մի զգալի հատվածը ուսումնասիրությունները գնացել են քննչական մարմիններին, այնտեղ հազարներով քրեական գործեր կան, որոնք առաջվում են եւ որոշում կայացնողներին, եւ տարբեր դրվագների, եւ այդ ամբողջի մեջ կգա մի օր, երբ որ մենք կհասկանանք կամ արդեն հասկացել ենք, հիմա բյուջե ենք քննարկելու, թե ինչ հարցեր պետքա լուծված լինեին, որպեսզի նման խնդիրների առաջ պետությունը չկանգնի եւ լինի ավելի անվտանգ։ Ինչա ասածս, որ եզրակացությունը, եթե հրապարակվի 45 կետից բաղկացած, մենք տեսնենք, թե պատերազմի մեջ մտել ենք ինչպիսի կարողություններով եւ այդ կարողություններով հանդերձ պետք է գնահատել մենք արել ենք մաքսիմալը, թե այնուամենայնիվ այդ ընթացքում էլ եղել են բացթողումներ, որը պետք է շտկված լինի եւ համոզված եմ, որ զեկույցը հարթում է այդ ճանապարհը շտկման, այդ շտկվածությունը կբերի նրան, որ մեր բանակի զարգացումները կլինի անսխալ եւ շարունակական։ Մենք եղել է ինչ-որ պահ, որ մենք մեր մեծամտության պատճառով բանակին զրկել ենք զարգանալու սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած սպառազինության եւ դրա ձեռքբերման եւ ճիշտ օգտագործման ուսուցման հնարավորություններով, որի առերեսվել ենք եւ այս զեկույցից կարևորություն դրա մեջ է, որ այդ խնդիրները վերհանված են։ Հիմա շատերը ասում են, օրինակ մեր ընդդիմախոսներ, որ ծանոթացել են զեկույցին։ Տիգրան Աբրահամյանն ասում է, ես կարդացի զեկույցը, ոնց որ հայկական ժամանակի խմբագրության գրված նյութ լինի։ Նույն ձև Տիգրան Աբրահամյանը, եթե ուշադիր կարդացել է եւ որևէ բան չի նկատել, նկատում եք, որ մեր հանձնաժողովի աշխատանքներին պարոն Աբրահամյանը վերջերս մի երկու անգամ է մասնակցել։ Այս տարի ընթացքում երբեք չի մասնակցել եւ կարող է նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցել։ Այդ շարժումները չեմ ընդունում, բայց ով կարող ասել, ես զեկույցը կարդում եմ, ենթադրենք ինձ հիշեցնում է 100 տարվա մենությունը։ Այդ ասելու բան է։ Ասելու բան չի։ Գեղամ Մանուկյանն ասում է, եթե հրապարակվի,
ատոմային ռումբ կլինի։ Մեկ էլ հաջորդ տարբերության մեջ լրագրողի հարցին ասում բայց դե այնտեղ այդքան էլ բան չկա։ Բայց ի՞նչն էր ատոմային ռումբ լինելու։ Այսինքն այստեղ քաղաքական շահարկման դաշտ չկա։ Պետք է առերեսվենք, որ ունենք զեկույց, զեկույցը շատ կարևոր է եւ զեկույցը այս պահին գտնվում է առաջի բաժնում։ Այ մեր իրավաբանները լավ կլինի, որպեսզի իրենց պատկերացումները իրավական տանեն դեպի նպատակ, այլ ոչ թե տարային, հա, այսպես մեկնաբանություն ունենան, որ գրված է այսպես, բայց այդ գրվածը կարելի է շտկել, բայց զեկույցը անտեսել ոչ ոք չի կարող։ Ես եմ շնորհակալ։